Կասկադը 5 տարվա ընթացքում նոր տեսք կունենա։ Գործընթացի մեկնարկը տրված է։ Ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի ներկայացրած էսքիզի հիման վրա Համալիրի անավարտ հատվածը կփոխարինվի նոր կառույցով։ 1000 տեղանոց համերգասրահ, ժամանցի եւ հանգստի գոտիներ եւ այս ամենի համար համայնքին պատկանող մոտ 7 հեկտար հողատարածքի օտարում։ Ապականվելու է, մշտողակի տուժել է, առևտուն իմաստով ապականվելու է, թե նրա գործառույթային իմաստով, թե գեղագիտական ամբողջ կերպարը, միջավայրը, թե մեր այս գլխավոր առանցքը Թամանյանի ստեղծած հարաբարարատին նայող առանցքը քաղաքաշինական տեսանկյունից, այսինքն մենք շատ մեծ կորուստ ենք այդտեղ գրանցել, որովհետև դա թիվ 1 խորհրդանիշերից մեկն է։ Համահեղինակների եւ նրանց ժառանգների կարծիքները հակասական են, որոշներն էլ ժամանակի ընթացքում փոփոխական։ Օրինակ, Համալիրի համահեղինակ Ասլան Մխիթարյանը ամիսներ առաջ քննադատում էր արդիականացման նոր ծրագիրը, իսկ այժմ ներգրավված է նոր նախագծում։ Արդիականացում ես ինձ համար նշանակում է, ասենք, որ շարժասանդուղքների որակը փոխեն, ասենք, ժամանակակից շարժասանդուղք տնեն, ապակիները փոխեն։ Եթե ուզում են ինչ-որ շինությանը ինչ-որ արդիականացնեն, իր արտաքին տեսքը փոխելով, դա արդիականացում չի, դա պարզապես արհամարել է հեղինակների։ Ցավում եմ, որ իմ կոլեգաները, իմ վարպետները այսօր մեզ հետ չեն, բայց ինձ հանգստացնում է նա, որ Կասկադ Համալիրը ավարտուն տեսք պետք է ստանա եւ այն ինչ որ արվելու է համատեղ եւ ֆրանսիական կազմակերպության հետ։ Կասկադ Համալիրի համահեղինակ Ջիմ Թորոսյանի դուստրը Անահիտ Թորոսյանը շաբաթներ առաջ մտահոգություն էր հայտնել, թե պետք է զգույշ լինել։ Ծանր կառույցը նպատակահարմար չէ այդտեղ։ Սակայն նախագծի մեկնարկի արարողությանը Ասլան Մխիթարյանի հետ միասին ներկա էր նաեւ նա։ Ասլան Մխիթարյանը բազմիցս մենք վերջերս հանդիպել ենք, նորից ասաց, որ դա իհարկե հայտարարություն կլինի, ինքը շատ լավ է տիրապետում այդ ամեն ինչին, շատ լավ պատկերացում ունի։ Ուղղակի sense ասեմ, քանի որ 37 տարի հավանաբար, խորհրդային փլուզումից հետո կարգերի, երբևէ մասնագիտական խոսքը հաշվի չի առնվել, երբևէ ոչ համագործակցելն է արդյունք տվել, ոչ էլ ասենք այդպես ձեռները ծալած մի կողմ մնալը։ Դա արդյունք չի տվել։ Հիմա փորձում են համագործակցել միգուցե, եթե ասած չէ, կամ իրեն միգուցե ուրիշ խոստում են տվել, գնացել է, հետո կպարզվի ուրիշ բան, որ ասենք ինչ որ բաներ մեղմի։ Եմոց չարիքի փոքրագույն, գոնե ասենք ինչ որ ինքը այնտեղ խորհուրդներ տա, մի քանի բան գոնե ֆունկցիոնալ տեսանկյունից, որ ասենք այդ կապը արաբկիրի հետ չխզվի։ Համենայն դեպս նախագծի 3-րդ համահեղինակի Սարգիս Գուրզադյանի թորնուհին շարունակում է պնդել, որ իրենց ընտանիքը համաձայն չի եղել նոր նախագծին, մինչդեռ քաղաքապետ Ավինյանը շնորհակալություն է հայտնում աջակցության համար։ Ճարտարապետ Սարգիս Գուրզադյանի ընտանիքի անունից փաստում եմ, որ ոչ մի անգամ չեք ունեցել ընտանիքիս աջակցությունը այս հարցի վերաբերյալ։ Մենք պնդել ենք եւ շարունակում ենք պնդել, որ Կասկադը պետք է ավարտին հասցվեր միայն նախնական հեղինակային նախագծի հիման վրա։ Չարժե իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածել։ Ես մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել ու ներկայացրել եմ մեր դիրքորոշումը։ Ուրիշ բան, որ երբեք չեմ հավատացել, որ դա կարող է որևէ կշիռ ունենալ։ Ու հա, փառք Աստծո, որ պապիկս այս ամեն ինչը չի տեսնում։ Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանը այս գործընթացը բռի շինարարություն է համարում։ Ասում է, ել ավելի է ծանրաբեռնվելու քաղաքի կենտրոնը։ Հուշարձանի տրամաբանությունն էլ կորչելու է։ Դու քայլում ես, պետք է Կասկադի տրամաբանական շարունակությամբ այդ աշճանը գնային միանային հայոց պետականության կոթողին։ Խորհրդային տարին 51-ին ասում, բայց գաղտնագրվել է իբր պետականության կոթող։ Պետք է գնար միանալ, կապը պետականության կոթող հետ խզվում է, Արարատը, երբ որ իջնում է վերևից այդ շենքերը փակելու են, տեսարանը երկինքը բաց, արև, ջուր, այդ ամեն ինչ, այդ ամբողջ հորինվածքը խաթարվում է։ Ճարտարապետների պալատի նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ հույս ունի, որ Ասլան Մխիթարյանի ներգրավվածությունը թույլ չի տա հեռանալ նախնական նախագծից։ Հիմա մի քիչ այն վերևի մասը, որը որ մոտենում է այդ 50-ամյակի պլատֆորմային, դա մի քիչ աղավաղված, ինձ թվում է աղավաղված է, որովհետև հիմնական շեշտը, այսինքն հիմնական առանցքի այդ իրական մասը այդքան լավ չի նկատվում։
Հետագայում երևի դրա մասին արդեն խոսակցություններ կան, որ դրա մասին կմտածեն եւ կաշխատեն, որպեսզի այդ առանցքը պահպանվի եւ հարազատ մնան։ Կասկադ մշակութային հանգույց նախագծի իրականացման ժամկետը 5 տարի է։ Նախատեսվում է ներդնել 20 միլիարդ 46 միլիոն դրամ։ Երևանի քաղաքապետարանի եւ GTB Development ՍՊ-ի միջև ստորագրվել է պայմանագիր։ Ի դեպ, այս ընկերությունը հայտարարված մրցույթում միակ հայտատուն է եղել։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։